Մեր շատ սիրելի վարչապետ պարոն Փաշինյան, մենք մինչև հիմա էլ պայքարում ենք ձեր համար, շատ մարդկանց հետ վիճում ենք, ինչի համար, որ դուք արդար եք եւ ձեր արդարությունը ես ուզում եմ շարունակական լինի եւ ուզում եմ հենց մեր գյուղի մեջ դա տեղի ունենում, որ չկա արդարություն։ Ուզում եմ, որ այդ արդարությունը, որ դուք դրել եք ու պայքարում եք, մենք էլ ձեր հետ ենք պայքարում։ Չէ՞ որ դուք էլ պիտի մեր արձագանքին, մեր պահանջին արձագանք տաք, որ մենք էլ պահանջենք, ոնց որ ձեզ ենք պահանջել, նույն կերպ պահանջում ենք Աշոտ Մուշեղյանի համար։ Խնդրում եմ, էլի, չեմ ուզում, որ անտեսեք մեր այս պահանջը, որ մենք, այո, եւ խնդրանք եւ պահանջ, բոլորն են ստեղ եւ պահանջում են, որ Աշոտ Մուշեղյանը նորից ղեկավարի մեր գյուղը, ընդհանրապես սա ենք խնդրում։ Նշեցիք Նիկոլ Փաշինյանն արդար է, որտեղ եք տեսել Նիկոլ Փաշինյանի արդարությունը, ինչպես է դրսևորվում։ Ես ինչը որ տեսնում եմ, ես դրա մասին եմ խոսում, ես ինչը որ չգիտեմ, դա չեմ ասի, միայն նա, երբ որ ընտրություն է լինում, դա արդեն բոլորն են տեսնում, որ ընտրությունը տեղի է ունենում շատ արդար ձևով, դրա համար ես հավատում եմ, որ ինքը արդար է։ Իսկ տեսել եք 3-4 օր առաջ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել եւ նշել է, որ Մեղրի ճանապարհը հանձնելու է այդ մասին։ Ես կխնդրեմ, որ եկեք չքաղաքականացնենք։ Քաղաքական ոչ մի հարց չեմ տալիս, անվտանգային հարց եմ տալիս։ Լսեք ինչ եմ ասում, էլի, ես չեմ ուզում ինչ որ ավելորդ բառեր ասեմ, ես վստահում եմ մեր վարչապետին եւ ինքը ինչ քայլել որ անում է, ես իր հետևորդն եմ եղել ու իր ցանկացած բանը ես հետևում եմ իր էջին, ես սխալ բան չեմ տեսել այսքան ժամանակ։ Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի կողմ եք, որ Մեղրի ճանապարհը տրամադրվի Ադրբեջանին։ Ոչ, դա չի տրամադրվում։ Եկեք ուրիշ բան չասենք, էլի, եկեք ուրիշ բան չասենք, բայց մենք արդյոք գիտենք ինչա տեղի ունենում։ Բոլորովին, այո, շատ բաներ, մի րոպե, շատ բաներ մենք տեղեկացված չենք։ Ես չեմ կարող դրա տեղ պատասխան տամ։ Այն ինչից որ տեղյակ եմ ինքը արդար է եւ այսօր ես պահանջում եմ այդ արդարությունը, որ ինքն է դրել արդարությունը եւ ես հիմա արդարություն եմ պահանջում եւ ուզում եմ որ այս մեր պահանջը բավարարեն։